Հարգարժան վարչապետ, հարգելի գործընկերներ, օրակարգի 29-րդ հարցով առաջարկում է քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 13 թվականի մարտի 14-ի համար 270 որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Ուրեմն ուսանողներն տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ներկայումս վարկավորմամբ զբաղվում են առևտրային շուրջ 10 բանկեր, մինչև 2019 թվականի հունվարի 15-ը ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14231 վարկ, ընդհանուր առմամբ 4 միլիարդ 258 միլիոն դրամ ընդհանուր ծավալով։ Սույն նախագծով մասնավորապես նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը մինչև 700,000 ՀՀ դրամ գործող 450,000 դրամի փոխարեն, արդյունքում ուսումնառության 4 տարիների ընթացքում ձևավորվող 1.8 միլիոն դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա կազմելով 2.8 միլիոն դրամ, միաժամանակ նախատեսվում է նվազեցնել վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչև 9% տարեկան գործող 12-ի փոխարեն։ Ներկայումս ՀՀ մի շարք պետական ուսումնական հաստատություններում ուսման վարձերը ավելի բարձր են, քան գործող որոշմամբ սահմանված վարկավորման տարեկան առավելագույն գումարը, ուստի ծրագրում նախատեսվող փոփոխություններ ստեղծում են նոր հնարավորություններ ուսանողական վարկերի հասանելիության տեսակետից, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը եւ 3%-ային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը եւ հիմա այս դեպքում նկատի է առնվում ներառյալ սպասարկման, չգիտեմ, տարբեր վճարներ, ամեն ինչ, այսինքն այդ բոլոր վճարներով հանդերձ տոկոսը մենք իջեցնում ենք 3%-ով ավելացնելով վարկի վերին շեմը եւ հույս ունենք, որ սա իհարկե ոչ թե հույս ունենք, սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար։ 3%-ով սուբսիդավորվելու են գերազանցիկ ուսանողները եւ 2%-ով բոլորը։ Ուրեմն այս պարագայում հասանելի է դառնալու ուսանողական վարկերը 7%-ով բոլորին եւ գերազանցությամբ սովորողներին 6%-ով։ Բայց տես լավ լուրեր ինչ է գախնի պահում մարդկանցից, հա? Շատ լավ, շատ լավ։